Ողջույն Ֆրանկ TV-ի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է Համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ ազատամարտիկ Սմբատ Մաթևոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի Պարոն համար։ Մաթևոսյան, այսօր ուզում ենք ձեզ հետ խոսել Գյումրիում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ։ Ինչ կարծիքի է Գյումրիում եւ Փարաքարում այս պահին ընտրություններ են ընթանում, սա ինչ կտա մեր երկրին եւ ընդհանուր առմամբ ինչ կասեք Քարոզ Արշավի մասին։ Վերջերս էլի ձեր հյուրների հիշում եք եւ այսօրվա մասին արդեն ոնց որ թե կանխագուշակել էինք ինչ պետք է լինի Գյումրիում, չէ՞։ Փառք Աստծո, Փարաքարում ոնց որ թե այս պահին էլ այդպես բաներ չկա, բայց Գյումրիում այդ ռեպրեսիաները արդեն սկսվել է։ Ուժային կառույցները ամբողջ ուժով լծվել են, որպեսզի քեպեն այնտեղ ինչ-որ ձևով ապահովի իշխանություն տեղական ինքնակառավարմամբ։ Առանձնապես չեմ կարա ասեմ վաղը ինչ կլինի, նաև չեմ կարող ասեմ ընտրությունների օր ինչ կլինի, որովհետև ամեն ինչ հնարավոր ընդունակ են լսում իշխանությունները, ամեն քայլի իշխանությունը պահելու, ինչ-որ վերարտադրվելու, այս ամեն ինչ հետ կապված։ Փարաքարի հետ կապված Փարաքարում էլ շատ լուրջ պրոբլեմ ունի իշխանությունը, որովհետև ընդդիմության տեխնացուն Վալոդիա Գրիգորյանը անցած ընտրություններում շատ կոնկրետ հաղթել էր ՔՊ-ին, ուղղակի նորից խառնվեցին իշխանությունները, նորից ոստիկաններ, ծեծ, ջարդ, չթողեցին այդ տղան զբաղեցնի իր ոնց որ պայքարը ձեռք բերած պաշտոնը, որ պետք է լիներ այդ ամբողջ համայնքի ղեկավարը։ Հիմա այս անգամ վստահ եմ, որ Վալոդիա Գրիգորյանը էլի հաղթելու է, ուղղակի այստեղ խնդիրը նրանում է, որ ինչ-որ նորից մի բան չսարքեն այդ տղայի վրա։ Ու շատ լավ կլինի, որ դուք ձեր տերեն բավականին մեծ լսարան ունի, ընտրության օրը գնացեք, լուսաբանեք, տեսեք ինչա կատարում։ Անպայման մի բան օրինենք, մտածենք, խանգարեն, կփչացնեն, չեն թողա, որ մարդիկ կոնկրետ գնան իրաց ցայնեն։ Սա ինչի հետ է կապված, վախեցած է այո։ Այո, վախեցած են իրանք իշխանությունները վախեցած են ոչ թե նրանից, որ արտաքին աշխարհում դե իրանք արդեն չունեն հովանավորներ, ոնց հասկացանք, էլի ձեր եթերում քննարկել են, չէ՞ որ Ամերիկայի ընտրությունները շատ բան փոխեց։ Հիմա հույսում վրա պետք է դնեն։ Այն ժամանակ Եվրոպայից ամեն անգամ ժողովրդավարական իշխանություն, մյուս սենց բաներ էր, չէ՞, Եվրոպայից գալիս իբրթե։ Այդ բոլոր իբրթեները արդեն նոտը սենցան դե։ Ժողովուրդը վերջնականապես հասկացավ, որ այդ ամեն ինչը սուտ է, ոչ մի ժողովրդավարություն Հայաստանում չկա։ Ժողովրդավարները այսօր քրեական գործերը լղոզող ուժային կառույցներն են, ժողովրդավարները, իսկ այդ բոլորի գործերը ավելի շատ լղող, սվաղողը Անդրանիկ Քոչարյանն է։ Ինքը կարավ երևի լավ սվաղ չի աշխատի, էլի պատվավոր գործ է շինարարի գործը թող գնա։ Հանձնաժողով է ստեղծում ու պետության դեմ կոնկրետ հանցագործությունները լղոզում այդ մարդը։ Սվաղում է, ուսած ջրում է, իբրթե քննություն է գնում, էսա գնում։ Այդքան խելք չունեք, որ կարողանաք մեզ այդպես խելացի ձևով խաբեք, որ մենք է խաբտվենք։ Ամենից շատ լավ տեսնում ենք, շատ լավ հասկանում ենք։ Փարաքարում, հա, այդքան հեռու էլ չի կարակ գնաք, լուսաբանեք, վստահ եմ, որ ընդդիմադիր տեխնացուն Գրիգորյան ազգանունովը հաղթելու է։ Հիմա կկարողանան պահել, թե չեն կարա։ Ես օրինակ մենք այդպես քաղաքական հայտարարությունով հանդես ենք եկել համխի կառույցով, որ պաշտպանում ենք բոլոր ընդդիմադիր տեխնացուների Քարոզ Արշավին, մասնակցում ենք, կոչ ենք անում, ժողովուրդ գնացեք, մյուս։ Բայց կոնկրետ Գյումրիում ես հաղթող տեխնացու ոչ իշխանության կողմից, ոչ ընդդիմության կողմից չեմ տեսնում, այնտեղ ամեն ինչ շատ խառն է։ Այնտեղ չեն միանում, չեն կազմակերպվում։ Փարաքար համայնքում ներողություն, Փարաքար համայնքում կա կոնկրետ հաղթող ընդդիմադիր տեխնացու։ Ու ոչ կապվում է նախկինների հետ, ոչ ներկաների հետ։ Ապրելու երկիր կուսակցությունից է կարծեմ առաջադրված
թող ժողովուրդը գնա ընտրի, ինքը լավ տեխնացու է, անցած անգամ ինքը հաղթել է ԿՊ-ին։ Հələ որ այսքանը կարող եմ ասեմ, իսկ մեր քաղաքական ուժը կոնկրետ Փարաքարի տեխնացուի Վալոդյա Գրիգորյանի աջակցում է քաղաքական հայտարարությունով հանդես եմ գալիս ես ունեմ լիազորություն, հանդես եմ գալի, կոչ եմ անում բոլոր 9 գյուղերի, խոշորացված Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերին, մեր համակիրներին, մեր մտերիմներին, մեզ վստահողներին գնացեք Վալոդյա Գրիգորյանին ձայն տվեք, ժողովուրդ։ Ինքը արժանի տղա է, ինքը հաղթել է ԿՊ-ին մի անգամ, այս անգամ փորձենք ինչ-որ ձևով քաղաքական բաժիշկա անենք, կամ չգիտեմ ոնց ավելի ճիշտ կգա։ Պարոն Մաթևոսյան, քանի որ դուք նաև ազատամարտիկ եք, ես ուզում եմ ձեզ հետ խոսել նաև սահմանին տեղի ունեցող իրավիճակի մասին։ 7 օր շարունակ եւ ասում են, որ դեռևս շարունակում է, կրակոցներ են հնչում, բնակիչների տանիքներին են կրակում։ Սա նաև ուզում եմ նշել, որ պաշտոնապես հերկվում էր այս տեղեկությունները, բայց բնակիչները պատմել են եւ լրագրողները գնացել են, իրենց աչքով են տեսել, սա ինչի հետ է պայմանավորված այս լարվածությունը։ Գիտեք, այս սահման հետ կապված անհանգիստ վիճակը շատ ցավալի փաստ է իրականության մեջ։ Բացի այն, որ արդեն լրատվամիջոցներից ենք իմացել, մենք էլ կապեր ունենք, ընկերներ ունենք, հարթական ընկերներ, հարազատներ, բարեկամներ, մարդիկ վախեցած, ժողովուրդը վախեցած է, իսկ ցավոք սրտի պաշտպանության նախարարը տեղեկանում է կրակոցների մասին լրատվամիջոցներից։ Եթե լրատվամիջոցները ավելի շուտ են իմանում այդ կրակոցների անհանգիստ վիճակի մասին, թող նա լավ ժուրնալիստ այսօր գնա նստի պաշտպանության նախարար աշխատի, այդ մարդն թե իրագործին։ Ինքը ոնց որ չտիրապետում իրավիճակին։ Ինչա նշանակում պաշտպանության նախարարը, որ այս շարունակ կրակոցներ է սահմանի վրա, ինքը լրատվամիջոցներից նրանք հերքել են։ Դե նույն բանը 44 օրյայի ժամանակ նախագահն ասում է լրատվամիջոցներից են իմացել, որ երկիրը պատերազմի մեջ է։ Բարև ձեզ։ Բայց նախագահի գործը տվեք ես էլ անեմ, ինչ կլինի որ։ Ցավալին այն է, որ այս ամենի ֆոնին, երբ որ սահմանում այսքան լրված է իրավիճակը, Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, չգիտեմ։ Նորից ես հիշեցնեմ ձեզ անցած անգամ հույր լինելու ժամանակ ես շեշտեցի, որ Փաշինյանը եւ իր թիմը շատ կոնկրետ հանձնարարություն են կատարում մեր թշնամի երկրի համար բարենպաստ վիճակ են ստեղծում, որպեսզի մեր երկիրը կործանվի, ամբողջությամբ կործանվի։ Ժողովուրդը լինեն հպատակ Թուրքի լծի, տարածքները ոնց կկոչվի հետագայում չեմ կարող կանխորոշեմ, երևի Օսմանական կայսրության ինչ-որ մի հատ անուն կվերցնեն, կկպցնեն, Էլմանիստան, Մեսիմիչիստան, ինչ է նշանակում սահմանների պատասխանատուները այսօր անհանգստացած չեն քաղաքացիների անվտանգությունը։ Սա լուրջ խնդիր է։ Ցավոք սրտի մենք չունենք այսօր ոչ մի ձևի լծակ, մեր սեփական անձը կարանք ուղղակի տանենք զոհաբերենք, արդյունքում էլ ինչքան կկարողանանք պաշտպանենք, չգիտեմ, հիմա մենք նորից հանդես ենք եկել ժողովրդական աշխարհազոր ձևավորելու վրա, որ ամեն րոպե պատրաստ լինենք հավակնենք, ես արդեն իմ սերնդի մեջ ամենաերիտասարդը ես եմ ել երիտասարդներից մեկը Արցախյան առաջի պատերազմի ժամանակ։ Ու հիմա բոլորը ծերացած, հիվանդ, վատառողջ, եթե սես մնացել է երկրի պաշտպանությունը մեր վրա, խնդիր չի, մենք ամեն վայրկյան պատրաստ ենք գնանք մեր Բայց զենքի խնդիր։ Զենքի, ես չէի սահմանում տեխնոլոգիաները այնքան են զարգացել։ 44 օրյա պատերազմի ժամանակ այդքան մեծ խնդիր չէր մարդաքանակը կամ ձեռքի փոքր միավոր զենքերը։ Իհարկե տեխնոլոգիաները այնպես են զարգացել ու 5-րդ պակալենու հակառակորդի հետ մենք կռվում ենք 63-64 թվականի տեխնիկաներով, 70-ականների տեխնիկաներով, կամ հայտնի դասականն ասում է, չէ, Քարորիա պատերազմի ժամանակ ասում էր մենք 80-ականների, այսքան ջիպեր, այսքան տաներ, այսքան կալվածքներ արտասահմաններում,
բանակը չի զինվել։ Երբևիցե բանակը նորմալ չի զինվել։ Բերել են ինչ-որ գունդ երկաթի կտոր, իբր բրոնի տեխնիկա են բերել, արդեն չի աշխատում այդ ամեն ինչը։ Մարդիկ արդեն տեսնում եք, չէ՞, որ երեխաները ոնց են հեռուստացույցից խաղ միացնում, ձև զորքը կոտորել են։ Շատ ժամանակ, շատ տեղերում զորքը կռվի մեջ, առճակատման մեջ չի ելել թշնամու հետ։ Ուղղակի կոտորվել են։ Կեսը ճանապարհի, կեսը դիսկի։ Եվ տեսնում ենք, որ սահմանին լարվածություն է, եւ ամեն դեպքում այսօր համակերպվում ենք, շատերը նույնիսկ չենք համակերպվում։ Ուղղակի ամեն ինչ հասունացել է նրան, որ մարդիկ գնան արդեն ծայրահեղ քայլերի, ես դեմ եմ ծայրահեղ քայլերի, ես չեմ ուզում գնամ։ Իսկ ո՞րն է ծայրահեղ քայլը։ Ծայրահեղ քայլը նախ ժողովուրդը չի հավաքվում այդ 50-100 հազարը, որ ոտքով թփի հրապարակում շենքը դղրդա, հասկանա, որ աթոռից են գնում այն քարտը։ Չգիտեմ ինչ չեն հավաքվում, որովհետև sense խումբ ձևավորված անհասկանալի ընդդիմություններ կան, մի մասը պարլամենտում են, մի մասը ֆինանսավորվում են նախկին հարուստներից, արտապարլամենտական ինչ-որ ընդդիմություններ են, այսօր իրական ընդդիմությունը 1, 2, 3 փոքր sense կուսակցությունները փորձել ենք համախմբվել ենք, փառք Աստծո 1, 2, 3 չենք, մի քիչ ավելի շատ ենք, բայց բոլոր հնարավորություններից զրկված։ Ու ժողովուրդն էլ մենք նոր ստեղծված կառույց ենք, մարդիկ նոր ծանոթանում են, նոր փորձում են հասկանան ովքեր են գալիս։ Բազմիցս անգամ հանդիպումների ժամանակ շեշտում եմ, ասում եմ ժողովուրդ մի հատ տեսեք ով ոնց է աշխատել 5 տարի, 10 տարի, 20 տարի եռել, ու ես համեմատությունն արեք, մարդը աշխատել է, պետական բարձր պաշտոն զբաղացրել, չի գողացել, չի թալանել, չի սպանել։ Հիմա այս մարդիկ նորից արժի որ գան երկրի կառավարմանը մասնակցեն, իհարկե արժի։ Եթե վերցնում ենք նախկին ազգային ժողովի փոխնախագահ հետո քաղաքապետ աշխատած Ալբերտ Բազյանին, թող բերեն մի հատ փոքր օրինակ, ասեն էս իշտեղ է, էս իշ մարդը սպանեց, գողացավ, թալանեց, պետությանը դեմ գնաց։ Թող մի հատ օրինակ բերեն գեներալ Կարապետյանի վրա, ասենք օրինակ բերեն, ասեն էս ինչ ժամանակ թշնամի սահմանը խախտեց, մարդը ասեց չկրակի։ Մարդը գնաց ինչ-որ սահմանի վրա ինչ-որ զիջումների ոնց որ նախորդներ իրա Վաղարշակ Հարությունյանը։ Սուսուփուս գնացին տարածք տվեցին, ճանապարհ տվեցին, անունն ինչ վերեցիք, որ արեցիք։ Ուղղակի իշխանությանը մի քիչ մնալով, չգիտեմ, սիրուն փայլուն շորեր հագնելով աստղերով հրաժարվեիք, դա սրիկայություն էր։ Չգնայիք այդ փայլուն կոճակների աստղների խաթր գնացիք երգիրը տարածքը հանձնեցիք, անունն ինչ դրեցիք, այսօր Թուրքիա եկել է նույն սահմանի այն լավագույն դիրքերը, որտեղից որ հեշտ կլներ, հնարավոր կլներ պաշտպանել, երգիրը ամբողջությամբ տվեցին հակառակորդին։ Այսօր երկու հատ հարբած թուրք կարար կրակեն մի ամբողջ գյուղի ժողովուրդ մի պանիկայի մեջ։ Խաղաղ բնակչությունը այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Ոչ անասնապահությամբ են կարում զբաղվեն ամբողջ դաշտերը կրակի տակ, ոչ հողագործությամբ, գյուղատնտեսությունը ամբողջությամբ մեռած է այսօր սահմանամերձ գյուղերի, դաժե ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղերը, որ երկիրն է փոխում պաշտպանում։ Գյուղացին այնտեղ իր կյանքի գնով այսօր տանջվելով, չարչարվելով, կիսասոված, կիսամրսած, ես չգիտեմ, պաշտպանում ես երկիրը, այդ գյուղացու մասին այսօր մտածող չկա։ Այստեղ մարդը երեխա է ունենում 18 տարի պահում է տալիս է բանակի, որ գնա երկիրը պաշտպանի, խաղաղ պայմաններում լինի, մյուս լինի, այսքան զոհեր սպանություններ, բանակ, կոնկրետ հանցագործություն, ամբողջ կառավարության շուրջ հավաքված այսօր ուժային կառույցները, չգիտեմ, աստիճան են շեղվել, օրենքից լրիվ դուրս են եկել, անում են այն ինչ ուզում են, ոնց ուզում են, ծեծում են, ջարդում են, դատում են, փշրում են, ու երբ որ ասենք ինչ-որ հարց են տալիս ինչ-որ ուժային կառույցի նախարարի, դատախազն ասում է ես լիազորված չեմ, բա ով է լիազորված։ Ներքին գործերի այս երիտասարդ աղջիկները իրանք չեն գիտակցում, այսօր եկել են ուժային կառույցներում, այսօր ղեկավարում են, իրանք չեն գիտակցում, որ համար առաջի խնդիրը այսօր այս երկրի քայքայման իրանք են։ Վաղը իրանք որ կանգնացնեն դատարանի առաջ, թե անգործության համար պետք է դատվեն,
Դե միտումնավոր սխալ ոչ օրենքի շրջանակներում գործողությունների համար պետք է դատվեք անպայման աղջիկներ, հարգելի կանայք, ուժային կառույցների ղեկավարներ, դուք այսօր դատախված եք հանցագործության մեջ, դատախազ, արտաքին հետախուզության ղեկավար, ներքին գործերի ղեկավար, արդարադատության նախարար, դուք բոլորը դատախված եք մարդու իրավունքների պաշտպան, ասում է ես ամենախելացին եմ այս երկրում, որպես իրավաբան, իրավագետ, եկներեք էլի, այդքան խելացի չես, որ կարան ասեն սուտ խոսած, որ մեզի համոզես, մենք ավելի խելացի ենք։ Երկրի փրկությունը ինչպես եք պատկերացնում։ Իշխանափոխություն պետք է լինի։ Իշխանությունները շատ ճիշտ կանեն, որ ուղղակի առանց ցնցումների, առանց որևիցե սխալ քայլերի, առանց որևիցե հետևանքների ուղղակի թողնեն իշխանությունը ու ժողովուրդը թող կողմնորոշվի։ Ես այդ կոչ եմ անում, առաջարկում եմ ժողովուրդ կողմնորոշվեք, կանգնեք այն մարդու կողքով, ով իր աշխատանքով ապացուցել է, որ ինքը պետական ծառայող է, ինքը իր կլանի ծառայողը չի, իր շեֆերի ծառայողը չի, կոնկրետ երկրին է ծառայել, կոնկրետ ապրել է, աշխատել է, ապրել է աշխատավարձով։ Մինչև այսօր էլ ապրում է համեստ իր թոշակով կամ աշխատավարձով։ Թե չէ ամեն մեկը այն մի սիրուն ջիպ առնում, այն մի սիրուն պալատ առնում, այս չգիտեմ ինչեր են առնում, երեխեքը ամենավերջի ծերվի լկտիացած, արդյունքում կանգնում ենք, ասում ենք բանակ չունենք, որովհետև 30 տարի թալանվել է։ Մինչև 20 թվականի պատերազմը ես ամենապատասխանատվությամբ ասում եմ, Տեր-Պետրոսյանի ժամանակ ներքին գործերի նախարարն ասում էր գողը ես եմ։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կարային մտնեին մի հատ գրասենյակ, երիտասարդ աղջիկ, կին, ջահել, ահել, քացուտակ ծեծեին, ջարդեին, փշրեին, պատասխան չտային։ Կարային հոկտեմբերի 27 անեին, պատասխան չտային։ Կարային մարտի 1 անեին, պատասխան չտային։ Սերժ Սարգսյանի մոտ երևի այս սենյակից ավելի մեծ մի հատ տարածք Դոսյաններ է դրած, ով իրան հակառակ խոսացել է, կանչել է Դոսյան դրել է, ասել է տես ժամանակին սենց գործեր ես անել։ Դրա համար բոլորս կախման մեջ են։ Ով պետք է այսօր գա երկիրը կառավարի, ով չունի այդ Դոսյան իր վրա, ով չի արել այդ կեղտոտ քայլերին չի գնացել։ Իսկ այդ կեղտոտ քայլերի մեջ եւ ներկաները եւ նախկինները հավասար թաթախված են։ Այս մեկը մի քիչ շատ sense աներեսեր դրեց sense լաբավոյ արճակատման գնաց պետությանը ժողովրդին ասեց տալու եմ ամեն ինչ Թուրքինն է, սոյերն եմ տալու, տարածքներն եմ տալու։ Հեսա ժողովուրդ ջան։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Ես հավատում եմ, որ Աստված մի օր լույս կբացի։ Շնորհակալ ենք այսօրվա հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, կներեք մի քիչ ոգևորված խոսացի, որտեղ արդեն չափից շատ հասունացել է այդ բայթելու վտանգը, որ երկիրը կարող է մի օր բայթի ու շատ վատ հետևանքներ ունենա։ Շնորհակալ եմ։ Դե ինչ իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր Սմբատ Մաթևոսյանը, կհանդիպենք։